Բարև հարգելի ունկնդիրներ, ցեզի հետ է Հարութ Մարգոսյանը օրագարկ հայտակիրով։ Այսօրվա մեր օրագարկն է Միջին Արևելքի վերջին իրադարձությունները։ Վերջերս Շարմ el-Շեյխի մեջ ստորագրվեցավ պայմանագիրը, որ Իսրայելի եւ Համասի միջև հաստատեց զինադադար։ Հստակ կետեր որտեղ գրվեցան, որոնց հիման վրա կողմերը պիտի հառաջանան հասնելով խաղաղության։ Պայմանագիրի ստորագրումն իդ կողմերը սկսան հանձնել գերիները, սակայն զինադադարի համաձայնությունը ամբողջովին չիրագործվեցավ։ Իսրայելը հերթական անգամ խախտեց եւ դակավին կշարունակե խախտել, ռմբակոծելով Գազայի զանազան թաղամասեր եւ սպանելով բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Հայտնենք նաեւ, որ Իսրայելը նույնպես օրական թրությամբ կշարունակե ռմբակոծել Լիբանանի զանազան շրջաններ հագարակ զինադադարի համաձայնության։ Այս բոլոր իրադարձություններուն մեջ միշտ ներկա է Միացյալ Նահանգները, ով դեպական կստանցնե միջնորդիթերը, բայց միշտ Իսրայելի կողքին սադարելով անոր յուրաքանչյուր գայլը։ Այսօր պիտի խոսենք վերջին իրադարձություններու մասին, հասկանալու համար, թե Միջին Արևելքը ինչ ուղղությամբ կշարժի։ Շարմ el-Շեյխի համաձայնագիրը ինչպիսի նշանակություն ունի կորձոն կողմերուն համար։ Պիտի անդրադառնանք նաև Միացյալ Նահանգներու հերանեկարային նպատակներուն համաշխարհային կետնի վրա, նկատի ունենալով անոր միջնորդիթերը Միջին Արևելքի մեջ, ինչպես նաև Կովկասի մեջ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրի նախաստորագրումով եւ Թրամփի երթուղիի կառուցումով։ Այս արիթով մեզի է Հոյտա Լիբանանի հայտարարի մարմինի ադենաբեդ եւ Աստագի Լիբանանյան եւ միջազգային լուրերու խմբակիր Վարամ Էմյանը, բարեսես։ Նախ եւ առաջ օգտվելով այն արիթեն, որ նաեւ Հոյտա Լիբանանի հայտարարի մարմինի ադենաբեդն եք, գուզենք անդրադառնալ հայտարարի մարմինի վերջին գործունեություններուն։ Վերջերս երկու նամակներ հղած էր։ Առաջինը Նորվեգիո արտաքին հարաբերություններու հանձնաժողովին էր։ Ինչ կբարնագեր այդ նամակը եւ ինչ նպատակ կերավ ընդ։ Ուրեմն ճիշտ օկտոբերով Հոյտա Զավարյան ուսանողական միության ադենաբեդին Նորվեգիա գործողվելուն արիտեն, որ հրավիրված էր Նորվեգիո արտաքին գործոս նախարարության կողմէ կազմակերպված սեմինարիմը, եւ մենք տեղյակ էինք, որ ինքը հանդիպում ունենա Նորվեգիո խորհրդարանի արտաքին հարաբերություններու նամակի մեջ մեր նշած էինք Արցախ բռնակրաված Արցախի մեջ ընթացող մշակութային ցեղասպանությունը եւ քրիստոնեական վայրերու եկեղեցիներու կանտումին վերաբերյալ նաեւ անդրադարձած էինք բնականաբար Արցախահայության դունտարսի իրավունքին անոնցիան տարգված ցեղային զդման նաեւ Բաքուի մեջ աբորինի գերբով եւ բահվող եւ շինզու տադավարության ընտարգվող հայ ռազմակարգական բադանտներուն իրավիճակին եւ երեսփոխանին գոչ ուղեցինք, որ ինքը անձնապես թե իր գուսակցությունը, որտեղ ինքը կպատկաներ քրիստոնեական գուսակցությանը նաեւ արտաքին հարաբերություններով հանձնախումբը, որուն անդամ էինք, եւ ընդհանրապես Նորվեգիո խորհրդարանը այս հարցերը ունենա իր ուշադրության տակ եւ եթե գարնան որևէ բան կոչ ուղղել միջնորդություններ եւ այս հարցով սպառեն իրենք եւս։ Այն նամակը եւս հղված էր Լիբանանի բաբական նվիրակ Պաուլո arczepiskopos Բորժիային։ Ինչ բառնագություն ուներ այս նամակը եւ ինչի ուղղված էր։ Ճիշտ երկու դարբեր արիտներով այս նամակը խմբագրված էր։ Առաջինը Իգնատիոս arczepiskopos Մելոյանի սրբատասման ուրախարիտով էր։ Երկրորդը Բաբի նոյեմբերին նախադեсված նոյեմբերի վերջավորության 30 նոյեմբերի այցելության արիթով էր, որում մեջ մենք մեր բան հայտնած ենք, որ անհամբեր կսպասենք Բաբի այցելությունը, որ օրնապեր պիտի ամբողջ Միջին Արևելքի քրիստոնյաներուն համար, նշելով, որ ի վերջո Միջին Արևելքը քրիստոնեության զննտավայրն է, եւ այստեղ շատ կարեւոր է Բաբին այցելությունը թե Լիբանանի քրիստոնյաներուն համար, թե ընդհանրապես Միջին Արևելքի քրիստոնյաներուն համար, իբրև հույսի եւ կաչելերանքի աջակցության արդահայտություն։ Մելոյանի բանովալա շնորհավորած էինք բաբական նվիրակը նաեւ
բաբը այս կայլին համար, որովհետև ադալ համայն քրիստոնեական աշխարհին համար շատ կարևոր կայնում է, նաև անշուշտ մեզ համար իբրև հայ, ասկային առումով բարդարիտ արիտն է։ Քիչ առաջ նախապանից մեջ նշեցի, որ մեր այսօրվա օրագարկը նաև կընդգրկե միջին արևելքի անդրադարձ, վերջին իրադարձություններում գծով։ Վերջերս ստորագրվեցավ Շարմ el-Շեյխի համաձայնագիրը։ Նախքան այդ համաձայնությունը ընդհանուր առմամբ միջին արևելքի մեջ ինչպիսի գացություն կդիրեր, ինչպես կքննադեիք գացությունը։ Ուրեմն Ուկրաինայով բادرազմի շղթայազերծմամբ Պալեստինյան հարցը որոշ չափով լուսարձակները հյուրում մնացած էր, մոռացության մատնված էր։ Բոլոր համաշխարհային լուսարձակները ուշադրությունները, որտեղ այդ հարցի վրա գետնանացած էին, եւ մենք տեսանք այդ հարցին հետևանքները, որ մեր ազգային կետնի վրա դեպի ունեցավ Արցախի մեջ։ Ադրբեջանցիները այդ արիցեն օգտվելով աշխարհի ուշադրությունը Ադրբեջանի վրան է, Ուկրաինայի հարցին վրան է, Ռուսիան եւ մեծ պետությունները այդ հարցով զբաղած են, արիցեն օգտվեցավ եւ իր բռնակրավեց ամբողջ Արցախը։ Նույն ներբարական Բասնյան տադին բարակային մորսված էր այս հարցը, գրեթե այդ մասին չէր խոսվեր եւ բոլոր լրատվամիջոցները միայն Ուկրաինայի հարց կխոսեին։ 7 հոկտեմբեր 2023-ին համաշարժումը իր շղթայազերծած գործողությամբ լուսարձակները վերստին շրջեց Պալեստինյան հարցին եւ ամբողջ աշխարհին հիշեցուց, որ այստեղ կոնտրարարգա խնդիր մգա, հարց մգա, որ անդեսված է եւ ցեզգի հիշեցնենք, որ ոստե մարդկային իրավանց, ինքնորոշման իրավունք այսպիսի հարցեր գոյություն ունեն։ Դեպքերը այնպեսի զարգացան, որ իսրայելյան հագաստեցություն այդ գործողության շատ ծանր էր, շատ հետևանքներն ածանոր պալեստինցի ժողովրդին համար մարդկային առումով, այսինքն դասնյակ հազարավոր մարդիկ բաներան, բայց ես կգարձեմ, որ ավելի սովի բادرներն էին, որ ավելի շարժեց աշխարհի հանրային գարձիկի ուշադրությունը, եւ մենք տեսանք, որ ամբողջ աշխարհի դարածքին ցույցերը սկսան հոսել, որտեղ գիտեք նախաբես մարդիկ իրենց դերակցությունը գլխավոր լրատվամիջոցները գարնեին, որոնք որոշ ազդեցության տակ են եւ խմբագրված ծավով իրողություններ ներկայացնեն։ Հիմա այլևս համացանցը գոյություն ունի, ընկերային ցանցերը գոյություն ունին եւ այդ ճամփով մարդիկ շատ իրենց դերակցությունները կստանան եւ պատգերները կտեսնեին, որ կետնի վրա գացությունը ճիշտ ինչ է։ Եվ եվրոպական արևմտյան երկրներու, նաեւ Ամերիկայի մեջ ուսանողական շրջանակները սկսան փոխել այս անմարտկային գացության տեմպ եւ ստիպեցին իրենց կառավարություններում, մասնավորապես Եվրոպայի մեջ, որ Պալեստինյան տադին զորակցող գեցվածքներ որտեղեն եւ մենք տեսանք, որ որքան պետություններ Իրանdan օրինակ է, Իսպանիան օրինակ է, սկսան ճանչնալ Ֆրանսիան, սկսան ճանչնալ Պալեստինի պետությունը։ Ինչ որ մեծ ցերպերում է Պալեստինյան տադին համար, դեր անշուշտ ունին ճամփա ունին գդրելիք, որովհետև եթե գնայք ընթացագարկը թե ինչպես պետությունները անդամ կդառնան մագի, առաջին հետևյալ կայնն է, որ դվյալ երկիրը թիմում ներկայացնե մագի ընտանուր կարգավորին, ասելով, որ ես հանցն գարնեմ բոլոր կանոնները հարկելու մագի եւ ուզեմ անդամ դառնալ։ Այդ թիմումին հիման վրա ընտանուր կարգավորը այդ թիմումը կփոխանցե ապահովության խորհրդին, որ մեր այդ ապահովության խորհուրդն ալ կփոխանցե ընտանուր մագի ընտանուր ժողովին, որովհետեւ զայն վավերացնեն։ Մենք տեսնենք արդեն, որ բավական հայրենիքն ավելի երկիներ արդեն գզորակցին, այսինքն մագի ընտանուր ժողովը 193 անդամներ է բաղկացած է եւ արդեն 1/3-ն ավելի 2/3-ն ավելի զորակցած են այդ բանին։ Ուրեմն միակ խնդիրը կմնա ապահովության խորհրդի մեջ, ուր պետք է առնված են 9 երկիր ջանցնա iOS-ն ակտիմումին եւ կոնե վետոյի իրավունք ունեցող մնայուն անդամներն ովևէ մեկը ոչ չսե ակտիմումին։ Բայց ոնդեղ խնդիր կա դակավին, որ Միացյալ Նահանգները այդպեսի եթե թիմումը ներկայանա
Թեմ գեցված գեցված կդնե եւ իր դաբալի այսինքն բզիկ դե հարց մգա որ դագավին տամանումի կարոդի այլապես բավական բեկե ընդունինք որ Պալեստինյան հարցը բավական մեծ ջամփա կդրես հագարակ մեծ ցաներ գորուստներուն եւ ցաներ ունասներուն իսկ ինչպիսի պայմաններ մղեցին երկու կողմերուն որ համաձայնության սեղան նստին այսինքն դարբեր փորձեր տեղի ունեցան եւ ցախողեցան վերջերս նաեւ Կատարի մեջ ռմբակոծում տեղի ունեցավ համաձայնության սեղան նստող բادվիրագության հանդեպ Շարմ el-Շեյխի մեջ ինչն էր դարբերը որ կարողացան եզրակացության հասնել մեկ կողմը մարդկային հսկայական գորուստները անելանելի գացությունը դեմիագազ էր որ ոչ մեկ կողմը ոչ մյուս կողմը չգնար վճռել խնդիրը երկրորդ ընդանուր միջազգային մթնոլորտը քիչ առաջ նշեցինք մենք որ բազմաթիվ բեդությունները սկսած էին Պալեստինյան տադին այլևս զորակցել բամովոր ժամանակին գարելի չէր երևակայել նույնիսկ ես կգարձեմ նաև Կատարի մեջ դե ունեցած իր աստեցություն ունեցավ որոշ չափով որտեվ Իսրայելը անդեր մեծ սխալ կորզեց եւ որ Կատարի մեջ ռմբակոծեց հարվածեց ամերիկյան առաջարկի մշուջ բանակցություններուն խորհրդակցություն կատարող Համասի բادվիրագությունը այսինքն չես կնարտուն գոմի հետ բանակցել եւ բանակցողը հարվածել նույնադեն այսինքն ծևոմը այսինքն բոլոր բանակցելու կապարակն են որ գմերժես այդ ծևով սակայն նաեւ ասկայլը շատ ներգացության մատնեց միացյալ նահանգները որտեղ նախ առաջին հերթին առաջարկը որ կքննարկվեր ամերիկյան առաջարկ է եւ ասմարտիկ հոնավակված էին ամերիկյան առաջարկը կնարկելու համար այնպես երևցավ որ գարզես թե տագարտ էր լարվածը եւ բարձրապես որբեսի հավաքվին իրենք այդտեղ լարվածին նաեւ երգիրը որ ընդրված էր միացյալ նահանգներով շատ ծեր մոդիկ երգիրմն է միջնորդ երգիրմն է նաեւ բանակցային կորզընթացի մեջ եւ որ միջնորդ երգիրը գահարված է դարձյալ on եւս բանակցային կորզընթացն է որ գահարված է եւ նաեւ Կատարը միշտ չեզոք կեդի մի եղած էր որովհետեւ նախկին Համասի ղեկավարը Կատարի մեջ կպնագեր եւ չէին հանդիկներ իրեն մոդենալ այո եւ որ իրան փոխադրվեցավ այն ադենն էր Կատարը միշտ դարբեր բաներու մեջ հագամարդություններու մեջ միջնորդի տերի մեջ անգնված է նաեւ Կատարի մեջ մեկ չեմ օրնալ որ ամերիկյան միջին արևելքի մեջ մեծակյուն ռազմագայանը գոյություն ունի եւ Կատարի առաջին հագաստեցությունը այն եղավ որ եւ որ այս ռազմագայանը մեր երկրի մեջն է եւ հագարագադոր աստարցակում դեի գունենա ուրեմն ուր է ամերիկյան անվտանգության երաշխիքները ինչ արժեք ունին սկսավ ասել հայդարարություն եղավ որ գնանք այլընտրանքներում ասին մտածել ուրեմն եթե պիտի ամերիկյան բանը մեծ երաշխիք չաբով է որտեղ ամբողջ Կատարի օտային տարածքը ամերիկյան վերահսկողության ճանդակ է ատմեգը նաեւ ամերիկյան վարչակազմը մղեց Իսրայելի վրա հավելյալ ճնշում բանեցնելու որովհետեւ այլևս բանակցության սեղան նստի եւ համաձայնի իսկ համաձայնակիրը ինչ կբարնագե ինչպեսի գեդեր կան մեջը դարբեր փուլերու վրա պատնված փուլային է ճիշտ բանը որ առաջարկված է մեջը առաջին փուլերին մեջ ներառված էր կերիներու փոխանակում կերիները սելով այսինքն անոնք որոնք ողջ են նաեւ թիակներու հարց թիակներու փոխանակման հարց կա այդ մեկը դե ունեցավ որոշ տերություններով որոշ ուշացումներով եւ այլն Թրամփը նույնիսկ հայտարարեց որ որոշ կերիներ կան որոնք պլադակներու դագեն եւ Համասը դժվարություն ունի ճիշտ դուրս բերելու այո այսինքն որոնման տեխնիկ հարցեր բավական կողություն ունին եթե նշмарեցիք իրենք համաձայնությունը նախ գոյացուցին վերջը դարձյալ բանակցեցան տեխնիկ հարցերուն շուրջ մանրամասնություններուն շուրջ բանակցեցան Կայրեի մեջ որ მე յետք է որ եւ որ ստորագրվեցավ Թրամփը Կայրե եկավ եւ այդ մեծ արարողությունն է որ իրեն ստորագրման համաձայնագրին առաջին փուլն է որ գդարվեցավ հիմա բիլի անցում գդարվի տեվի երկրորդ փուլ Իսրայելյան բանակն ալ որոշ չափով վերացավ առաջին հանգրվանով առաջին փուլով նախադեсված սահմաններ նահանջեց հիմա ներկայիս 53 արարյուրը գազայի միայն իր ցերկը կմնակոր եւ սկսան մարտահրավերական օժանդակությունները մուտք գործել Գազա
Այսինքն հանգր առաջին հանգրվանը համարյա իրակորձված է ներկայիս պիտի անցին երկրորդ փուլի անցում պիտի կատարվի, այսինքն ինչ կսպասե երկրորդ հանգրվանով երկրորդ հանգրվանի մեջ զինատապման հարց կա, ավելի լուրջ հարցեր կան, այսինքն ավելի դժվար լուծելի հարցեր կան եւ արդեն մենք տեսանք առաջին փուլի մեջ խնդիրները դրակեցան, ինչպես որ դու նշեցիր, թիակները ճշտելու, թիակներուն դեր կիտնալու, պլատակներու դագեն ուր բավին անոնք որտեղ եւ որ գազա գսենք վեճե միան համասած կրանք այդեր ժիհադ իսլամինգա դարած բնակչությունը շատ է նաեւ գազམ་ագերություններ համասենցած այլ գազམ་ագերություններ եւս կան այնպես չէ որ ամեն կերիներ պոլոնալ համասին մուզեն եւ գաբը գդրված է իրար հետ այսինքն ինչ պատահած է ամառ չգիտեր եւ դեսան ինչպես սխալ տիագալ հանցնվեցավ տիակ հանցնած են իսրայելացիներու մեջ թե եկա որ իսրայելացի չէ դիգա օդար մեկն է իսկ ներկայիս ինչ իրավիճակներ է գազայի մեջ նկատի ունենալով որ զինատարի համացանություն քոյություն դեղի ունեցավ բայց դակավին ռմբագոզումներ կան եւ գարցեմ երեգեր միջին հաշվով մինչեւ 50 հոգի արդեն զոհված էր պաղեստինցիներն միշտ գիտեք ասանք համացայնություններում մեջ կսեն սադանան մանրամասնություններում մեջն է աս մանրամասնությունները դեսանք ինչպես առաջին փուլին խնդիրներ ստեղծին նաև անգանխադեսելի դեպքեր ալ գնան բադայել որոնք խանգարեն գողմերը գնան շահագործել բանանելու համար համացայնությունը բանանելու համար տաբալելու համար եւ մենք տեսանք այդպիսի դեպքեր բադայեցան փախոմ դեր ունեցավ ռմբագոզում դեր ունեցավ համաշարժումը բաները որ մենք փախոմը մենք չէինք հրահրող մենք գապչունի կատ փախումին հետ, բայց այդպիսի տեխնիկա դե ունեցավ, որում վրա Միացյալ Նահանգներու նախագահն ալ հայտարարեց, որ Համասը չէր, մենք համոզված ենք, որ ղեկավարությունը գապչունի, այլ իրենց չեն տարգվող գոմներ, որ այդ փախումը հրահրեց։ Այնպես որ չենք գնացել, որ գադարված իրողությունը վերջ համացայնությունը վերջնական է։ Դակավին ամեն բան գնահան գարց շրջվիլ, գլխի վայր շրջվիլ, որտեղ բավական մանրամասնություններ կան եւ ժամանակն ալ երկար է, որքան երկար է լա, աչափ գնան խանգարիչ դարեր կամ խանգարիչ դեպքեր դե ունենան։ Նույնն է վիճակը Լիբանանի մեջ, որ հակառակին ատատարի կոյության ռմբագոզումներ դե ունենան։ Նույնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Արցախի պատերազմի գծով 9 նոյեմբերի համաձայնագիրն իդ դեղի ունեցան դակավին փախումներ։ Այո, Հիմա Լիբանանի բարակային ալ, այսինքն այդ բաները դե ունենան, որտեղ փորձ կգադարվի Լիբանանի վրա ջունշումը բահելու, ջունշումի դակ բահել Լիբանանը, որովհետեւ իրենց պայմանները գադարը։ Իսկ այս զարգացումները նկատի ունենալով միջին արևելքը ընդհանուր առմամբ ինչ ուղղությամբ կշարժի։ Այսօր Իսրայելը գրմպագոզե թե Գազայի վրա, թե Եմենի վրա, թե Լիբանանի վրա, որոշ ադեններ Սուրիո վրա նույնիսկ ինչ ուղղությամբ կշարժի այսօր միջին արևելքը նկատի ունենալով նաև Իրանի դերը այս ամեն ինչի մեջ։ Ճիշտ է, եթե Գազայի համաձայնագիրը եւ որը ստորագրվեցավ, շատ նշանակալից էր, որ Ամերիկայի նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Իրանի։ Այսինքն անուղագի երբով Իրանն ալ մասնակից էր այդ համաձայնության եւ քանի մարիտներով ինքը գրկնեց, որ չխանգարեցին, աջակցեցան մեզի բանի հագարականոր որ ովևէ գետ ուղագի չնշված գետ Իրանի վերաբերյալ բայց պետք է ասել որ ձազուկ գետն է դերևս այդիկա չկրված գետն է որ Իրանի հետ ալի վերջո հարցերը պիտի կարգավորվին որտեվ Միացյալ Նահանգներու նախագահ առաջին օրերին այդ հայտարարեց որ իր գարխախոսը ուժի ջամփով խաղաղությունն է ուժի գիրարգման ջամփով խաղաղությունն է եւ այդ ուղղությամբ է որ ինքը աշխատի որ ամբողջ la միջին արևելքի մեջ, la Կովկասի մեջ խաղաղություն այստեղ անդեղ խաղաղություն հաստատելու համար մենք տեսանք ալի եւ որ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև հագամարտության բան հագամարտությունը սկսավ հարցը չմեծած են ինքը ամիջապես միջամտեց եւ երկու կողմերը համոզեց ջնշում բանեցնելով անշուշտ որ դադրեցնեն այդ բախումները իսկ Միացյալ Նահանգները ինչպիսի նպատակ կգնալ որ գեհդաբնթե միջնորդի տեր խաղալով թե միջին արևելքի մեջ թե Կովկասի մեջ որովհետև անցյալ ամիս էր որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորակում տեղի ունեցավ եւ այսպես կոչված Թրամփի երթուղի գետ մգար այս միջնորդի տերը ինչպիսի նպատակ կերավ ընդ
երկու նպատակ հիմնականի մեջ առաջինը թե վիրավորի հետ կապված են որոշ չափով եւ որ ինքը միջնորդ կներկայանա հարցերը իր ցերկուն մեջ կբայ եւ հարցերը եւ որ պիտի կարգավորվին իր միջնորդությամբ պիտի կարգավորվին իր հայեցողության ըստ իր ընդանուր շահերուն համապատասխանող ծավով եթե չի կարգավորվին այս հարցերը եւ այսպես մնան շարունակեն այդ մեգարիտ կստեղծի այլ գոմերու միջամտելու խնդրի մեջ եւ այլ գոմեր ներկայանան իբրև միջնորդ կամ խանգարիչ դար եւ ինչ որ ամերիկյան շահերում բնականաբար չի համապատասխանել Կովկասի մեջ ինչպես որ Ռուսիան սկիզբը միջնորդներ եւ ցախողեցավ հիմա Միացյալ Նահանգները եկած է այդ թերը փոխանակելու ինքս ստացնելու այո բոլոր շրջաններում մեջ այլ այսինքն դրամապանություն նույնն է հարցերը այսինքն ամբողջ շրջանի խնդիրները իր վերահսկողության տակ վերցնելու ծեմն է միջնորդություն կատարելը հիմնական նպատակը այսինքն այդն է շատ լավ շնորհակալ ենք այս հարցազրույցին համար ընդհանուր առմամբ պատկերացումը տալու վերջին անդրադարձներուն միջին արևելքի մեջ նաև հաջողություն հայտարարի մարմինի կարիք աշխատանքներուն շնորհակալություն Հարկելի ունկնդիրներ մեզի հետ է Հոյտա Լիբանանի հայտարարի մարմինի ադենաբեդ եւ Աստագի Լիբանանի եւ միջազգային լուրերու խմբակիր Վահրամ Էմյանը Ձեզ յետեր Հարութ Մարգոսյանը օրագարկ հայտակիրով մնացեք միշտ բանացային ունկնդիր